Նոր փաստեր, ամեն մի հարց ունի մեկ պատասխան, շատ բաներ են տեղի ունենում եւ երբ որ ես ինչ-որ մեկի մասին ասում եմ, որ եթե ոչ Նիկոլը, ապա այս անձնավորությունը կամ այս անձնավորությունը կապ չունի, կապ ունի նա, ով անվախ է, ով հասկանում է էթնիկ հողի եւ իր արժեքի տարբերությունը, ով հասկանում է կարճը երկարից, որ երկարը պետք է մնա կարճը, այսպես թե այնպես վերանում է ժամանակաշրջանի տեսակետից վերցրած, մենք ամենից շատը թող 100 տարի ապրենք, բայց այդ հողը արդեն 3 միլիոն տարի հայ է վրան պահում, իսկ այսօր մենք ընկել ենք հիմարությունների հետևից եւ շատ մարդկանց նույնպես ծախված նկատել են, բայց դա չի հարցը, այսօր ամփոփ եմ մի քանի դեպքեր, փաստեր, որոնք տեղի կունենան շուտով, որպեսզի հասկանաք, որ ինչը ինչից հետո է, ես գիտեի, որ այդ ամենը կատարվելու է, ինչպես է կատարվելու, նրանց ձևերը, ունեի տարբեր ձևեր, բայց այս ձևը երբեք չէի մտածել, որ կարող է այս ձևով կատարեն նաև այն ինչի մասին խոսում եմ, հիմա խոսենք, այս մասին Եվրոմիություն և ՆԱՏՕ, ինչպես տեսակ Եվրոմիության հիմնական երկրներից մեկը դա Անգլիան էր, Ֆրանսիան, Գերմանիան, բայց Անգլիան Եվրոմիությունից դուրս եկավ, ինչի համար դուրս եկավ Եվրոմիությունից, քանի որ շեշտել եմ և կրկնում եմ, արդեն Սիրիայի ընկնելուց հետո երկրորդ համաշխարհային պատերազմը, սիրիական պատերազմը սկսվելու ժամանակ, արդեն երկրորդ համաշխարհայինը սկսվել է, պատրաստությունը տեղի ունեցավ, երբ որ Սադամին ոչնչացրեցին, դա սկիզբն էր, դա այն, որ ասում են տոպրակի բերանը արդեն բացեցին, և Սիրիայի դեպքերը և մնացած դեպքերը ցույց տվեցին, որ տեղի ունենալու նաև այլ բաներ, ինչպես նաև անհասկանալի դեպքեր տեղի ունեցան նաև Ռուսաստանի հետ, ինչպես նշել եմ, Պուտինը Գերմանիայում պատրաստված նույնպես բրուտական լրտես է, դա հնարավոր չէ, որ նա լրտես չլինի, և դա հնարավոր չէ, որ այնտեղ Ռուսաստանում այդքան գեներալներ, մարշալներ, այդքան Պոլիտբյուրոյի, KGB-ի աշխատակիցներ և հանկարծ մի լակոտի բերում են, տանում են Լենինգրադ, Լենինգրադից հետո միանգամից գալիս Մոսկվա, կատարում է ինչ-որ չեչենական պատերազմում գործողություն և Ելցինն ասում է, խնդրեմ, արի ես եք ու այդ հիմարությունները, ինչպես նաև Սերժիկ Նիկոլ այդ ընդունում հանձնումը տեսակ և ինձ թվում է հասկանում եք արդեն մոտարապես ինչ է կատարվում աշխարհում, և սա պատահական չէր, որ իրենք պետք է դուրս գային Եվրոմիությունից, իրենք պետք է լինեն անկախ, հեռու և հետագայում բրուտները պետք է գան աշխարհում նորից սպիտակ աղավնու թևեր հագած, նորից աշխարհը բաժանեն, մեկին ասեն վայ, ինչի եղավ այդպես, մյուսին պատժեն, որը նույնպես այսօր հասկացել են նաև Թուրքիայում, և Թուրքիայի տարբեր արդեն պաշտոնյաներ այդ մասին խոսում են, որ ինչի է օրինակի համար Հունաստանին տալիս F-35-եր, իսկ մեզ չի տալիս, և բացի դա Թուրքիան կատարում է տարբեր ամերիկա-անգլիական գործողություններ, բայց զարգացման համար ոչ մի հեռանկար չունի և չեն թողնում, որպեսզի զարգանա կամ նոր տեխնոլոգիաներ չեն տեղադրում, այս բոլորը դա բրուտական խաղեր է, և դրա համար այսօր
մի քիչ ավելի մանրամասը կբացատրեմ բրուտական խաղերը եւ նաեւ այն ամենը, որովհետեւ հասկանաք նաեւ մեզ հետ իրականում ինչ է կատարվում եւ գլուխներդ հանգիստ բարձին չդնեք։ Եվ այդ ծաղրածուն Տրամպը հայտարարում է, որ Գրենլանդիան պետք է գնի Դանիայից կամ պետք է ստանա Դանիայից։ Այստեղ Գրենլանդիան իրեն պետք է թե պետք չէ։ Գրենլանդիան այստեղ շատ մեծ է երևում, դրա համար է երկրորդ քարտեզն եմ ներկայացրել, որպեսզի տեսնեք նա այդքան էլ մեծ չի։ Այսքան մաս է իրականում, եթե վերցնես նրա տարածությունը եւ դնես ինչ-որ Ղազախստանի կամ այլի տարածության մեջ, ապա նա Ղազախստանից դեռ փոքր է։ Մոնղոլիայից էլ է փոքր նա իրենից այդ տարածությունը ներկայացնում, բայց այսօր Գրենլանդիայի հարցը ո՞րն է։ Գրենլանդիան դա հարց չի։ Եվ ես ասացի, ես մի քանի տարբերակ էի մտածում, որ միգուցե Թուրքիան այլ երկրների վրա հարձակվելուց ասեն, որ ՆԱՏՕ-ի անդամ, այսպես արեցիր, այնպես արեցիր, եւ այդ տարբերակը չաշխատեց։ Սրանք մտան ՆԱՏՕ-ի մեջ, այդ տարբերակն էլ չաշխատեց։ Այսինքն պետք է կամ Անգլիան կամ պետք է Ամերիկան ինչ-որ քայլ կատարեին, որովհետեւ ՆԱՏՕ-ն ոչնչացնեն։ Ինչի համար նրանց պետք չէ նաեւ ՆԱՏՕ-ն։ Ինչի՞ չեն Ռուսաստանը բաժանում եւ ռուս-ուկրաինական պատերազմը դեռ շարունակվում է։ Ինչի ռուսները ցանկացան Ուկրաինա մտնել եւ 40 միլիոնանոց ուկրաինացիները նրանց ավելի պետք էին, քան ուկրաինական տարածությունը։ Քանի որ Լևոն, Սերժիկի, Ռոբիկի ժամանակ հայերին, մտածող հայերին, ինչպես նաև Լևոնը, երբ որ կատարեց ցուրտ ու մուրտ տարիներ, մտածող հայերը, ինտելիգենտ, ստեղծող հայերը հեռացան, Հայաստանի համար կարծես թե ինքը պատճառ չուներ, բայց Ուկրաինայի համար ուներ, այդ 40 միլիոնին փորձում էր քաշել իբր Ռուսաստան, բայց պատճառը դա չէ։ Պատճառը նա է, որ Պուտինը լինելով լրտես, ինքը պետք է ոչնչացներ այն ուժը, որը Ռուսաստանի գիտատեխնիկական առաջընթացն էր ապահովում։ Թեկուզ ամերիկյան ինքնաթիռները հզոր են ռուսական ինքնաթիռներից, բայց նրանց կան սարքեր, որոնց միջոցով ոչնչացնելը ավելի հեշտ է, քան ռուսականը, քանի որ ռուսական ինքնաթիռները աշխատում են լամպի միջոցով, իսկ ամերիկյանը միկրոսխեմաների եւ տրանզիստորների միջոցով, եւ դրա համար նրանց ոչնչացնելը ավելի հեշտ է, քան ռուսականինը, կան հատուկ սարքեր, երբ որ ուղարկում են մեծ քանակությամբ տարբեր ուղղություններով, վառվում է նրա ունեցած այդ բոլոր համակարգերը։ Այստեղ հարցը դա չի, հարցը նա է, որ Բուտլերը հրաման էր ստացել, որպեսզի գիտությունը Ռուսաստանում մահանա, բայց չհասկանա Ռուսաստանում ինքը ինչ է կատարում, դրա համար պետք է ինքը առաջարկեր, որ տուր 7 շրջանները, բայց Նիկոլին էլ եւ ինքը եւ նաեւ ցույց կտամ հետագայում ով համոզեցին, որ ամբողջ Արցախը պետք է տաս Ադրբեջանին։ Դրանով Բուտլերը սև գիծ քաշեց հայ գիտության եւ Ռուսաստանի միջև, այսինքն Ռուսաստանը արդեն վիրավոր էր ուղեղի տեսակետից, իսկ ուկրաինացիները հիմնականում, եթե վերցնենք հարաբերականության ձևով, ապա 100 գիտնականներից 90-ը հայ էին, 10-ը ուկրաինացի, իսկ ինժեներատեխնիկական
աշխատողների տեսակետից 80-ը ուկրաինացի էր, 20-ը հայ, բայց քանակության տեսակետից ուկրաինացիներն ու հայերը հավասար, դրա համար ուկրաինացիներին պետք է ոչնչացներ, թշնամացներ եւ հայերին, որպեսզի Ռուսաստանը ոչնչանա։ Ես այդ հարցի վերաբերյալ, բայց Գրենլանդիայի հարցը նա է, որպեսզի ՆԱՏՕ-ն վերանա։ Եթե ՆԱՏՕ-ի հիմնական երկիրը, նահանգները ոտնձգություն է անում ՆԱՏՕ-ի այլ երկիր Դանիայի նկատմամբ, ապա ՆԱՏՕ-ի մյուս երկրները պետք է դուրս գան ՆԱՏՕ-ից, քանի որ դա անկայուն կառույց է, որը դա բրուտի հրահանգն է, բրուտի ցանկությունն է, ինչի համար է դա կատարվում։ Գրենլանդիան ոչ ոքի էլ պետք չէր, որպեսզի դա կատարվեր, եւ այսպես թե այնպես իրենք առանց Դանիային հարցնելու այստեղ ամեն ինչ էլ կարող են կատարել եւ կատարում են, բայց հարցը նա է, որպեսզի ՆԱՏՕ-ն ոչնչանա։ Ինչի համար է հարկավոր բրուտներին ՆԱՏՕ-ն ոչնչանա, քանի որ այստեղ արդեն կուտակել են մեծ քանակությամբ մուսուլմաններ, բացի դա զինում են նաև Հունաստանին F-35-երով եւ այլ զենքերով, եւ մյուս կողմից էլ Ռուսաստանին թշնամացնում են մեծ Բալտյան եւ այս երկրների հետ, նրա համար, որպեսզի Ռուսաստան, Թուրքիան ներխուժեն Եվրոպա, Եվրոպան ավիրեն։ Բրուտին հարկավոր չէ կես միլիարդանոց Եվրոպա, նրան հարկավոր է ամենից շատը 100-120 միլիոնանոց Եվրոպա։ Ինչ կատարվեց երկրորդ համաշխարհայինին, նույնը կատարում է հիմա, միայն ձեռքերն է փոխում։ Այն ժամանակ Գերմանիա, Իտալիա, Ճապոնիան էին, հիմա էլ արդեն Ռուսաստան, Թուրքիա։ Դրա համար Թուրքիան երկրորդ համաշխարհայինում խնայեց եւ Թուրքիան պետք էլ չէր, որպեսզի մտներ երկրորդ համաշխարհայինի մեջ, որպեսզի հայերը վերանային, քանի որ հայերը նույնպես սովետական միության թե կոսմոնավտիկայի, թե ավիացիայի, թե այլ բնագավառներում, քիմիա, ֆիզիկայի այլ բնագավառներում ամենամեծ ներդրումներն ունեն, ըստ իրենց տերիտորիայի մասշտաբի ավելի մեծ քան Ուկրաինան, քան Ռուսաստանը։ Դրա համար բրուտները այսօր ոտե են հանում թուրքերին եւ ռուսներին, որպեսզի այս գործողությունը կատարեն։ Երբ որ ես ասացի մի 20 ֆիլմ առաջ, որ ռուսներն ու թուրքերը պետք է հարձակվեն այստեղ, այ արդեն Տրամպը այդ մասին արձագանքում է, որ սա պետք է տաք մեզ, եւ նույնը նաեւ այստեղ Վենեսուելայում ստեղծեց այդ խառնաշփոթը ռուսներին, չինացիներին այստեղից վռնդելով, որպեսզի ստեղծվի իբր լարում, բայց բոլորը դերասաններ են, բոլորն էլ գիտեն, որ ստանում են իրենց նյութը, օրինակի համար Նիկոլը ստանում է ամերիկյան դեսպանատնից իրեն նյութերը, թե ինչ պետք է հաչա, եւ այդ ամենը հաչում է։ Եվ եվրոպական երկրները եւ նահանգները, եթե Իրանի հարցով, որ այնտեղ հեղափոխություն է, մարդկանց սպանում են, ապա Հայաստանում ինչ է Նիկոլը մարդկանց կրկած կաթ է տալիս։ Պետք է այս ամենը հասկանալ, դրա համար Գրենլանդիան դա խայծն է, որի միջոցով փորձում են ՆԱՏՕ-ն վերացնել, որպեսզի ազատ ձեռքեր ունենան Ռուսաստանը եւ Թուրքիան ներխուժելու Եվրոպա։ Սա է։ Անցնենք հաջորդ հարցին, Բոսֆոր եւ Դարդանել։ Ինչ են նաեւ հույներին տալիս ավելի լավ զենքեր, քան Թուրքիային։ Երբ որ նախ թուրքերը Հունաստան առաջինը չեն մտնի, Բուլղարիա, Ռումինիա այդպես եւ ռուսները վերևից Մերձբալտյան, Ֆինլանդիա, հնարավոր է նաեւ Լեհաստան,
իսկ Լեհաստան, Չեխոսլովակիա եւ այլն, որից հետո որպիսի բռուտը իրեն հանգիստ զգա, ապա նոր հարձակում կլինի եւ հույները կվերցնեն սա, որպիսի Բոսֆոր դարդանելը լինի հույների ձեռքին, որպիսի ռուս թուրքերը այս ճանապարհը այլևս չունենան եւ նրանք ձգտեն Հայաստանը լրիվ վերացնելու եւ իբր այդ Թուրանը կառուցելու, բայց Թուրանը կառուցելուց հետո թուրքերին ասելու են, որ կամ մեզ հետ ես, կամ եթե ռուսի հետ ես, քեզ լրիվ ենք ոչնչացնում։ Եվ Թուրքիայի հայ հույն ղեկավարները, որոնք իբր թուրք են, բայց ազգությամբ հայ են, լավ էլ հասկանում են, թե բռուտը ինչ խաղ է խաղում եւ ինչ է կատարում։ Միայն Հայաստանում չեն դա հասկանում։ Եվ պատճառը դա է, որ սրանց ուղղելու են այս ճանապարհով, նաև այստեղ Իրանը մեծ դեր ունի։ Եթե նրանք Իրանին կոտրում են, բերում են նորից շահի տղային, ապա Աֆղանստան, Պակիստան միացնելով եւ սրանք նաև այս միացյալ ուժերը նաև այսպես վերցնենք Հայաստան, Վրաստան, ամեն ինչ սրա մեջ եւ Թուրքիայի կես այս միացյալ ուժերը երբ որ Հնդկաստանի դեմ, ապա այս միլիարդ ու կեսանոց Հնդկաստանից երևի թողնեն 300 միլիոն հնդկացի։ Նույնը սա վերջացնելուց հետո նրանք պետք է ներխուժեն նաև այստեղ, բայց սա կատարում է նախ ատոմային հարձակումով սրանց ոչնչացնում, հետագայում ինչպես նշել եմ, որպես սա հասկանանք, հայերին ինչպես էին բռուտները ոչնչացնում։ Նախ իրենք գալիս էին գիշերով, գյուղեր, քաղաքներ, նորվեգացիների հետ միասին։ Ինչպես պատմաբաններն են նշում, մետաղյա հագուստով իրենք եւ ձերը նույնպես մետաղյա հագուստով ամեն ինչ ավիրում ոչնչացնում էին գիշերով, այրում ոչնչացնում, ամենը ոչինչ չէին վերցնում եւ սուսուփուս հեռանում են եւ հաջորդ օրը գալիս էին թուրքերը, իբր թե թուրքերն են դա կատարել։ Նույնը այստեղ իրենք նախ ատոմային զենքով ոչնչացնելու են հիմնական այն, որը կարող է հակահարված տալ Թուրանին, որից հետո Թուրանով ոչնչացնելու են այս ամենը։ Եվ բնակչությունը հասցնելու են այն քանակին, որը անհրաժեշտ է բռուտին։ Բայց այստեղ ոչ թե սրանք են կռվելու եւ Իրանին այսօր շահի տղայի միջոցով քաշում են այս խաղի մեջ եւ նա էլ է մտնելու այս խաղի մեջ, այլ այս ամենը իբր միավորվելով, բայց ընդհանուր առմամբ կռվողները երկու կողմից էլ մահանում են եւ դարձնում է իր ունեցած քանակով մարդաքանակ աշխարհում։ Սա է իր նպատակը։ Իսկ եթե դուք նայում եք հայ մեդիաները եւ հայերը ինչեր են խոսում, ինչեր են ասում եւ այլն, այդ մասին նույնպես խոսենք։ Օրինակի համար հայերի մեծ մասը ասում է, որ ռուսները Ամերիկայի համար դա որևէ վտանգ չէ, Ամերիկայի համար վտանգ է Չինաստան, բայց այ ոչխարներ, պառավը, բռուտի մայրը, Չինաստանին տվեց որքան հնարավոր էր մետաղներ եւ նյութերը ամենաէժան գնից էլ ցածր գնով, մի մասն էլ նույնիսկ նվեր, էլեկտրաէներգիան եւ վառելիքը նույնպես ամենացածր գներով, որպեսզի Չինաստանը աշխարհի բոլոր երկրներին համապատասխան արտադրանք տա եւ արհեստները, արվեստները ամեն ինչ վերանա հին սովետական միությունում, հին աշխարհում եւ մնացած բոլոր երկրներում եւ միայն Չինաստանը արտադրի եւ Եվրոպայում էլ խաբում էր, որ եվրոպացիները, որոնք օգտագործում են լատինատար, նրանք պետք է շվշվացնելով ոտը ոտքին գցած ապրեն, պետք է մեզ համար աշխատեն չինացիները։
Իսկ եվրոպացիները չէին էլ հասկանում, որ դրանով ոչնչացնում է իրենց գիտությունը, արհեստը եւ 30 տարի ոչնչացնելուց հետո նորից զրոյից են սկսելու այդ ամենը կառուցել։ Եվ այսօր եվրոպական շատ երկրներ արդեն խուճապի մեջ են, թե ինչպես զենք արտադրեն, քանի որ Տրամպը անկախատեսել է եւ իրենց վրա հարձակման դեպքում Ամերիկան երբեք իրեն չի պաշտպանի։ Եվ այդ նույն խաղը բոլոր համաշխարհային պատերազմներում եւ բոլոր պատերազմներում բրուտները կատարել են։ Ես եւ մի քանիսս մեր կողմից հասկացել ենք այդ ամենը, բայց տարբեր երկրների ղեկավարներ, ամբողջ անձնակազմեր, ինստիտուտներ դա չեն հասկացել։ Երբ որ 20 տարեկան տղայի նույնը այսօր ինչ կատարվում է, այդ ամենը հասկանում է, թե տականքը ինչպես է անելու, եւ նրանք չեն հասկացել։ Հասկացել են բոլորը, բոլորն էլ ծախված են։ Ահա թե պատճառը որն է նաեւ Գրենլանդիայի եւ այս ամենը իբր արդեն նրանք շատ ուժեղ եւ Թուրանը ուժեղ եւ Թուրանի միջոցով, երբ որ զենքերը կգցի, արդեն ամեն ինչ է Թուրանը վերացնելուն։ Հետագայում նույն Թուրանը, ինչպես թուրքերը, կդառնան ամենազզվելի ազգը եւ աշխարհում մի ինչ որ բրուտ կասի, որ ես զզվում եմ դրանցից, դրանց անունը ինձ հետ կապելուց հայոյան կլինի նորից իմ նկատմամբ եւ աշխարհը կհավատա այդ ստին։ Օրինակի համար Իրանը հանդիսանում է հայկական խաչմերուկի մի մասը։ Ինչ կատարեցի հնդիկներին, սրանք ես մնացածը ստեղծված ցեղախմբերին, հնդիկներին, հայերին խաչասերելով, մի մասն էլ արդեն դարերի ընթացքում ընդունելով, որ ինքը իրանցի է, հայերն ու հնդիկները այսօր Իրանի հիմնական բնակչությունն են հանդիսանում։ Եվ նրանք չեն էլ համարում, որ իրենք հայ են կամ իրենք հնդիկ են, իրենք համարում են կամ նոր տեսակ, համարում են աշխարհի ամենահին տեսակներից մեկը, քանի որ բրուտը իրենց գլխում լցրել է այդ ձևով։ Հասնենք առաջ, որպեսզի մյուս հարցերն էլ հասկանալի լինի։ Հայաստանի վիճակը շատ կվատանա, երբ որ Իրանում արդեն պարտվի այսօրվա Իրանի կառավարությունը եւ Հայաստանի քարտեզը, երբ որ ասում էի ամենաամոթալի քարտեզն է, եւ ինչ որ մեկն էլ ուրախությամբ ստեղծել է Հայաստանի քարտեզը կնոջ գլխով, բայց իրականում էս բարակ վզովն է, Արցախը այդտեղ չկա, բարակ վզով։ Եվ բրուտը սա նույնպես պատահական չի կատարել։ Բրուտի համար միակ աշխարհի իրեն համարժեք եւ իրեն ոչնչացնող ուժը դա հայն է, մնացածը բոլորը ստրուկներ են, բոլորին կարողանում է ոչնչացնել, իշխել, իսկ հայերին կամ նիկոլանմաններ պետք է լինեն, կամ գիտի, որ կան նաև այլ ուժեր, որոնք նորից ոտքի պետք է կանգնեն։ Եվ Իրանում այսօր նրանք այդ հեղափոխությունը, եթե որոշել են, պետք է կատարեն, եթե 1 տրիլիոնն էլ փող ներմուծեն Իրան, որպեսզի այդ ինչպես նիկոլականները, տականքները, այդ գումարները վերցնելով կատարեն, պետք է կատարեն եւ կկատարեն, ցանկացել են, կանեն դա, եւ սրանց նույնպես, եւ մոլլային, եւ սրան նույնպես կստիպեն, որ պետք է հանձնվեք, այսպես է կարգը, ինչպես նաեւ Սերժին ասացին, պետք է տաս Նիկոլին, եւ Սուսուփուս Սերժը տվեց Նիկոլին, բայց սա մեզ համար կլինի արդեն վերջնական ճակատագրական հարց։ Իսկ Հայաստանի մասին ընդհանրապես հետո կխոսեմ։ Չինաստան, արդեն ասացի Չինաստանի մասին, հիմնականում Չինաստանի այդ բոլոր գործարաններ, ֆաբրիկաները, այդ բոլոր լեգալ եւ անլեգալ այդ ամեն ինչը
դա բրուտի կողմից Եվրոպայից ներմուծած, Ամերիկա, Կանադա, Ավստրալիա, դրանց ներմուծված գործարան ֆաբրիկաներն են, որտեղ Չինաստանը արտադրում է, եւ չինացիները լինելով նաեւ աշխարհի խելացի եւ մտածող ազգերից մեկը, նաեւ զարգացեցին բացի դա, քո գործարանը կաշխատի, կողքից էլ կառուցեցին նման մի գործարան իրենց համար եւ այսօր նաև պրոբլեմատիկ է Չինաստանը իրենց համար, թեպետ Չինաստանին միշտ կարող են ճնշել։ Ձեզ ինչ է թվում, երբ որ պարավը գնաց եւ Հոնկոնգը հանձնեց Չինաստանին, ձեզ թվում է նա դա բարի կամքով կատարեց, ոչ, եւ ամեն օր այդ հանձնելուց հետո Հոնկոնգում կորչում է 15 միլիարդ ԱՄՆ դոլար, այսինքն Չինաստանը բացի նա որ օրինակի համար այստեղ ամերիկյան գործարան է աշխատում, ամերիկացիք են դրա օգուտը տանում, բայց չինացիք աշխատելով չինացիք են օգտվում դրանից, բացի դա նաև ամբողջ Չինաստանից 15 միլիարդ օրը տանում է, քանի որ ձեզ տվել եմ սա էլ իմ փայնը պետք է տա։ Բրուտը առանց որևէ շահի ոչ մեկին ոչինչ բան չի տալու եւ չի տալիս։ Նույնը Սինգապուրի մասին են շատերը խոսում։ Սինգապուրը մի ողորմելի տեղ էր եւ այդտեղ մի հայ ունի հայկական եկեղեցի եւ ամենամեծ տարածքներից մեկը Սինգապուրում քաղաքպետություն։ Սինգապուրը նույնպես ստեղծեցին, որպեսզի Ինդոնեզիան, Մալայզիան, Կորեան, Չինաստանը, ինչպես Հոնկոնգն է, իրենց գումարները, իրենց պարկերը, աշխատանքից ստացած եկամուտների տոկոսները բրուտին ուղարկեն այստեղ։ Այդ է պատճառը Սինգապուրի ստեղծման։ Ձեզ թվում է բրուտը կամ եթե ինչը նայում եք, Անգլիայից գալիս է եւ այստեղ այդ ղեկավարը ստեղծում է Սինգապուրը մի հրաշալի քաղաք եւ դարձավ հրաշալի քաղաք, Դա հիմարներին կերակրելու ձև է, որպեսզի չհասկանան։ Այժմ երկրորդ համաշխարհային պատերազմի մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ հետաքրքիր է այն պատճառով, որ իրենք ստեղծեցին Հիտլերին, բայց միևնույն ժամանակ Ֆրանսիան իրենց պետք է իրենց հետևը պաշտպանելու համար, բրուտների հետևը պաշտպանելու համար, նույնն է այստեղ Նորվեգիան է, սրանք բոլորը իրենք են, Շվեդիան այդքան չէ, բայց Շվեդիան հայտարարեց, որ ինքը չի մասնակցում այդ պատերազմին, նեյտրալ է, Հիտլերը չհարձակվեց Շվեդիայի վրա։ Օրինակի համար Զանգեզուրը ասի, որ ես Հայաստանի հետ կապ չունեմ, ես նեյտրալ մարզ եմ եւ ալևը չհարձակվի Զանգեզուրի վրա, այլ հարձակվի օրինակի համար Գեղարքունիքի վրա։ Նույնը չհարձակվեց բրուտների, նաև ինչպես Սինգապուրը, ինչպես Հոնկոնգը, նաև Շվեյցարիայի վրա, քանի որ այստեղ բրուտների գումարներն է, եւ հիտլերականները, Հիտլերը, նաև պատերազմից ստացած գումարները եւ ոսկիները ներդնում էին այստեղ անհայտ կոնտոյի վրա, որից հետո բրուտները տանում էին։ Պետք է լավ հասկանալ ամեն ինչ, եւ այդտեղ ամենակարևոր պայմաններից մեկը այդ պատերազմի Եվրասիայի բնակչության պակասեցնում էր, որը ահռելի քանակ էր այդ ժամանակ։ Բացի դա, որպեսզի դրանից հետո Գերմանիան եւ Իտալիան եւ Ճապոնիան, այդ երեք կարելի ասել մի քիչ դուխ ունեցող երկրները, որպեսզի չկարողանան ունենալ ատոմային զենք եւ միանալով մյուսներին չպայքարեն բրուտին ոչնչացնելու համար։ Դրա համար
նրանց ոչնչացրեցին։ Եվ նրանք այսօր ատոմային զենք չունեն, եւ ինչ էլ արտադրում են, բրուտի հրահանգով են արտադրում, երեքն էլ, առանց նրանց թույլատրությամբ չեն արտադրում։ Եվ պատճառը նա է, որ նաեւ Թուրքիան այսօր հասկացել է, որ նույն բանը իրենց հետ են կատարում այսօր։ Հայաստանի վրա արձակվել, Սիրիայի եւ այլն, բայց իրենց ատոմային զենք կարող են տալ, կարող են լավ զենքեր տալ, որ ավելի հարձակվեն, զարգանա իրենց երկիրը, իսկ իրենց երկիրը փլվում է։ Ահա թե ինչու են նրանք այսօր արձագանքում, քանի որ նրանք հասկացել են այս ամենի իմաստը, թե բրուտը ինչը, ինչի համար է կատարում եւ ինչպես է կատարում։ Ոչնչություն։ Ոչ միայն այս տականքն է ոչնչություն, երբ որ նայում եք բոլոր նկարները, ինքը ոչնչություն է։ Այս տականքը ոչ թե Էրդողանից կամ Ալիևից է ստացել իր հրահանգները կամ բրուտից է ստանում։ Սա եկավ եւ ասաց. «Ար, մի զույգը ես եմ հագնում, մի զույգը դու»։ Սա է բերել այդ հայկական նասկիները։ Եվ դու Կանադայում կունենաս տուն, երբ որ հայերը կհասկանան, որ դու լրբի լակոտ ես, մենք քեզ կփախցնենք Կանադա։ Ահա այն ամենը, ինչ որը հանդիսանում է Կանադայի վարչապետը, իսկ Կանադան իր գումարների օգուտների տոկոսներ է հանձնում բրուտին։ Այսինքն հանդիսանում է Միացյալ Թագավորության մի մասնիկ։ Ոչ ուղակի կապով սրան տվեցին հրահանգ, որ ոչնչացրա Հայաստանը, հայկական եկեղեցին, ամեն ինչը, որպեսզի հայ աշխարհից վերանա, մենք էլ քեզ կտանք, եւ այս տականքը կատարում է այդ ամենը։ Այս տականքը հետադարձ կատարելու, որ ժողովուրդ ճիշտ է, շպիոն եմ եղել, ես եմ եղել, ուզում եմ լինել նորմալ հայ, ինձ խեղճացեք, ես գումարներն էլ ամեն ինչը, ինչ շորթել եմ, ինչ արել եմ, վերցրեք, նա չի կարա դա ասի, քանի որ իրեն վրա հազարավոր ալիբիներ ունեն սրանք, հենց սրանք կոչնչացնեն, ինքը գիտի, որ նրանք հայերից ուժեղ են, բայց ինքը նաև գիտի, որ արդեն սրանք, երբ որ սրան անցած տարի ինքը դիմել էր, որ ընտրություններում պաշտպանեն եւ իրեն ինչ է սպասվում, երբ փախչի, սրանք արդեն ձեռքերը լվացել էին սրանից։ Դրա համար այս տականքը հիմի գտնվում է ճանդրակուլի իրավիճակում։ Ինձ թվում է սա էլ հասկացեք։ Սրան ոչ թե պետք է ընտրել, այլ բոլոր այդ տականքներին ոչնչացնել, ովքեր ծախվում են եւ այլն։ Վրաստանում մի քանի հոգի կառավարության անդամներ նստած են տարիներով, իսկ Հայաստանում ոչ իր ժամանակ եւ ոչ էլ սա է նստած կամ գնդակահարված։ Սա խոսում է հայերի ոչինչ լինելու մասին։ Այսօր նաեւ տականքախմբից այս նայում ես դեմքին արդեն հասկանում ես տականք է, բացի տականքը անգրագետ տականք է եւ Իսագուլյանի հաղորդման ժամանակ երկու տականքներ է Իսագուլյանն ու սա Ռուսաստանի փառքն էին անում եւ որ հայերն են մեղավոր Ղարսի պատերազմում եւ այլն ռուսների ցավը տանում էին որ ռուսները այդ աննասունի ծագեր տարիքիդ նայի այ ոչխար թեկուս օրը մի կտոր փողոցում նստես հաց հավաքես ավելի լավ կլինի քան ստախոսությամբ կամ ինչպես ասում են բոզությամբ զբաղվես այ պոռնիկի մեկը ռուսները իրենք Հայաստանում արդեն Զատուլինի միջոցով իրենք արձագանքեցին որ ճիշտ եք բոսվոր դարդանելի համար ձեզ միշտ մանրադրամի տեղ տուրն ենք տվել եւ հիմա էլ այդ նույնը կատարել ենք դրա համար եւ ռուսների փառքը եւ ռուսներն իրենցից ինչ են ներկայացնում առանց
հայկական կամ ուկրաինական տեխնիկայի, տեխնոլոգիայի, գիտության, այ ոչխար ծնվել են, դրա համար այս տիպի անասուններին պետք է առաջին հերթին ոչնչացնել, եւ եթե թողնել լակոտներ ունես, նրանք ինչ են պետք, Հայաստանին նրանք ինչ են պետք, ու նման տականքից բռնած մյուսները եւ մյուս տականքները բոլորը դիտում եմ կամ արևմտյան են կամ արևելյան ռուսական են։ Այժմ արևմտյան արժեքների մասին։ Դե ռուսական արժեքները Խրիմյան հայրիկը այդ մասին ասել է։ Եղա Ռուսաստանում, այնտեղ միայն ցեխոտ ծռումուռ փողոցներ էին, պոռնիկ կանայք եւ հարբեցող տղամարդիկ։ Այդ երկրի մասին 100 տարի առաջ ասել է եւ ոչինչ չի փոխվել։ Խրիմյան հայրիկի ասելուց հետո։ Այդ է ձեր Ռուսաստան, այ պոռնիկ։ Հիմա արևմտյան արժեքների մասին։ Արևմտյան որ արժեքները։ Որ արժեքներն եք ուզում վերցնեք։ Երբ որ արդեն այս բոլոր արևմտյան երկրների դպրոցներում, մանկապարտեզներում 3-4 տարեկան երեխաների դեմքը տղամարդ, կին, կուկլաներ են դնում, անդամները հետը ցույց տալիս, թե ինչ պետք է կատարեն, եւ դուք էլ կարող եք այսօր իրար հետ կատարել, որպեսզի հասկանաք դա է եվրոպական արժեքը։ Դա է, որ մեզնից գողացել են ամեն ինչ եւ այսօր խեղաթյուրել ամեն ինչ, դա է եվրոպական արժեքները։ Ամեն ինչ խեղաթյուրված է, չկա Եվրոպա, չկա եվրոպական աշխարհ, կա միայն բրուտական գաղութներ, որ ամբողջ աշխարհն է։ Ստրկատիրության մի ձևից անցան ստրկատիրության մյուս ձև, ոչ մի կապիտալիզմ, ոչ մի սոցիալիզմ, ոչ մի ֆեոդալիզմ չի եղել։ Եղել է առաջինը եղել է համայնական համայնքներով ապրել են մարդիկ հայկական կառավարության ժամանակ եւ հայկական կառավարությունը աշխարհի բոլոր այդ համայնքներին սովորեցրել է այն ամենը, ինչ այսօր մարդիկ իրենց ապրելու համար, ուտելու համար, հագուստի եւ այլն, տուն եւ այլն դրա համար նրանց հարկավոր է։ Նրանք ոչ կոսմոս են թռչելու, ոչ էլ նրանց պետք է հեռուստացույց դիտելը կամ մեքենա քշելը։ Եվ աշխարհը բաժանելով բոլորին սովորեցել են այդ ամենը եւ ասել, այ հիմա քո տարածությունը այսքանն է, դու այսքանից պետք է դուրս չգաս։ Դու պետք է ունենաս 2 երեխա, որպեսզի միշտ քո տարածությունը մնա այսքանը, իսկ այս մնացած տարածությունը սա քոնը չէ, սա կենթանիներինն է, կենթանական աշխարհինն է եւ դու այստեղ ոչինչ չունես անելու։ Դա բնության օրենքներն են։ Եվ բնության օրենքով սա է քո հայրենիքը, սա քո հայրենիքը չի, դու այստեղ գալու իրավունք չունես։ Իսկ բրուտը ընդհանրապես թքել է ամեն օրենքների վրա եւ աշխարհը այսօր տանում է կործանման։ Եվ այստեղ նաեւ մի հարց։ Բրուտը նաեւ ստեղծեց այսպիսի մի երևույթ։ Ինչ կատարեց նա։ Կատարեց նա որը ամենասարսափելին է այսօրվա դրությամբ։ Երբ որ աշխարհը նա բաժանում էր, միայն մի փոքր ֆրանսիացիներին, որոնց ձեռքից վերցրեց, մնացածը դա իսպանացիներին եւ բրազիլյան պորտուգալացիներին տվեց, շվեդացիներ, գերմանացիներ, իտալացիներ, ռուսներ, այստեղ բոլորը մնացին չեզոք, նրանց ոչինչ չտվեց։ Այլ տվեց սրանց ինչի համար։ Եթե նա տար գերմանացիներին այսքանը, ապա այսօր աշխարհը կլիներ գերմանական, ոչ թե բրուտական, կամ իտալացիներին կլիներ իտալական, կամ ռուսներին, եթե իրականում տար, ամբողջ աշխարհը կլիներ հարբեցող եւ պոռնիկ։ Բայց ինչի տվեց նրանց, քանի որ այստեղ ոչ մի զարգացում էլ չկա։ Դրա համար Տրամպը ինչպես ուզեց, սրանց հետ վարվեց, թե Վենեսուելայի, թե Բրազիլիայի, թե Արգենտինայի եւ այլն, ցանկացածի հետ, թե Մեքսիկայի, ինչպես ցանկանում է վարվում է։ Սա է պատճառը, որ ինչի նրանց տվեց,
ոչ թե տվեց այլոց, և այդ ժամանակ սկսեց իբր պատերազմներ էստեղ, բայց սրանից հետո իսպանացիք էին վերցել թեով 18-19-րդ դարերում կարող էին իտալացի գալ, այստեղ մի մասը վերցնել, ռուսները գալ, կամ այլ մեկ ուրիշը գար վերցներ այդ ամենը, ինչի համար դա չարեց։ Դա չարեց մի նպատակով, քանի որ նրան պետք էր այդ թույլ տեսակը, ցիգան տեսակը, սրանք ցիգան տեսակ են, ինչպես Ռումինիան, Բուլղարիան, բերված էստեղ, բազմացված և ներխուժած էստեղ, մեր հայկական ամբողջ խաշմերուկի վրա, և նրանց բերեց էստեղ, քանի որ նրանք չեն զարգանում, իսկ իրեն պետք է, որպեսզի չզարգանան, հետո ոչնչացնի, ես էլ վերցնի իրեն։ Բրուտի քայլերը միշտ դրան են տանում, և բրուտը դա շատ լավ էլ հասկանում է, թե ինչ է կատարում։ Եվ այսօր այս տականքի կողքին կանգնած սրանց մասին, այս աղոթողների, թեկուս այս աղջկա մասին, մյուսներին չեմ ցուցադրել ավելի շատ էին, այս ողորմելիների մասին էստեղ հավաքված, սրանց մասին։ Նիկոլը փող է վերցրել, և Նիկոլը ինքը դա ծախված անձնավորություն է, նա ձեր լեզվով ասած զադնի դնելու հնարավորություն չունի, ոչ կարողություն ունի, ոչ հնարավորություն, բայց ես ինչն է ստիպել սրան գնալ, եթե օրինակի համար այդ տական քեզ էին ստիպել, հիվանդության թուղթ անեիր կամ գնայիր անտառում ենքան մրսեիր, որ գրիպի տակ գային ստուգեին, տեսնեին 38-39 աստիճանով պարկած ես, չես կարող չգնայիր, չկատարեիր, կամ նույնը սրանց, կամ սրանք փախչեիք այլ երկիր, փախչեիք, եթե իրոք հայ եք, եթե իրոք մտածող եք, կատարեիք, և ձեզ թվում է բոլորի և դեմքով, և անուն ազգանունով, բոլորս էլ հիշում ենք, և դուք Նիկոլից ավելի բեթար տականքներ եք, և Նիկոլից ավելի բեթար տանջանքների պետք է արժանանաք իրական հայերի կողմից։ Այժմ ինչի այդ ամենի մասին խոսեցի և այսօր ցուցադրում եմ սա։ Աշխարհը, ինչպես նշել եմ, աշխարհը հասկանալու համար նախ ամեն ինչ պետք է հասկանաս, որպեսզի կարողանաս նաև ղեկավարես այդ ամենը։ Եթե դու չես հասկանում մեքենան ինչպես է գնում, լավ, բանալին դրեցիր, բացեցիր մեքենան, հիմա էլ կնոպկեն սեղմեցիր, մեքենան, պեդալները սեղմեցիր, մեքենան գնաց, բայց ինչ գործողություն է կատարում, որ մեքենան գնում է, 90%-ը դա չի հասկանում, եթե չես հասկանում, եթե դա փչացավ, դու չես կարող վերանորոգել, նույնն է աշխարհը, եթե երկրագունդը տանում ես կործանման, դա արդեն դու չես կարող վերանորոգել, երկրագունդը անվերանորոգելի է, կամ չպետք է տանես կործանման, կամ տանելով կործանման, դու կործանում ես բոլորիս։ Գիտության իրենց տեսակետից մեզ համար բոլոր հարցերը պարզ են, և 111-ի և ինձ համար, բայց աշխարհի համար ամենադժվար հարցերից մեկը դա ինչ է ինքնաթիռը և թռչունը թռչում, և այստեղ մի էլեկտրոնանի ատոմ եմ նկարել, վերցրեք ջրածնի ատոմ, բայց պատկերացրեք մետաղի ատոմ, որպեսզի այդքան չնկարեի, ինչպես են այդ ատոմները իրար հետ համակցվում, ինչ կապ ունեն իրար հետ, որ մենք չենք կարողանում նրանց կոտրել, ինչ-որ ուժից վեր ուժի դեպքում ենք կարողանում նրանց ծռել կամ կոտրել, կամ կտրել, կամ ինչի համար է ջուրը հոսում, կամ ինչի օրինակի համար մեղրը կպչում, կամ այլ կպչող մարմիններ, ինչն է դրանց, և օրինակի համար միջուկը ինչից է կառուցված, որ ասում են մի մասը նեյտրոններ, մի մասը պրոտոններ, և էլեկտրոնը ինչից է կառուցված,
Ինչպես է սա կարողանում պատտվել այստեղ, ինչպես են կարողանում, օրինակ, նորից եմ կրկնում, օրինակ ֆերիում ենք վերցրել, ինչպես են այս երկու ատոմները իրար հետ կապված, որն է սրանց կապի ձևը, որևէ մեկը ոչ մի անգամ դա չի ցուցադրել, չեն հասկանում, այսինքն եթե չեն հասկանում, ինչ տարբերություն էստեղ Նիկոլը, որը չի հասկանում Հայաստանը ինչ է, ում էթնիկ հողն է եւ ասում է Արևմտյան Ադրբեջան կամ այս տականքը բրուտը, ինչ տարբերություն։ Բրուտն էլ այս ամենը չի հասկանում եւ չի հասկանում երկիրը, երկրագունդը եւ երկրագունդն է տանում պարտության։ Դրա համար նաև որ գրում եմ, որ այս ինչը լինի վարչապետ, այն ինչը լինի վարչապետ, այս ինչը լինի Հայաստանի ղեկավար, բացի Հայաստանի ղեկավար լինելը պետք է լինի Հայաստանի համար նաև գաղտնի կառավարություն, որը պետք է այդ անասուններին, վարչապետներ, մյուսներին բացատրեն ամեն ինչ եւ ասեն այս օրենքներով պետք է անես, ոչ մի Եվրոմիության, ոչ մի Վենետիկի օրենքներով պետք է Հայաստանը ղեկավարվի եւ այլն հայկական մարդկային գիտության տիեզերքի բնության եւ հայ աստվածների օրենքով տեսնեմ որևէ մի երկիր կարող է Հայաստանին հաղթել նույնն է այստեղ եթե չեք հասկանում այսքանը ինչ ջուրը օգտագործում եք կամ մեղրը կամ երկաթը ինչ տարբերություն միայն օգտագործում եք Էշն էլ է նրա վրով գնում, էշն էլ է ջուր խմում, արջը մեղր է ուտում և երկաթի վրայով անասունն էլ է ման գալիս, դուք էլ եք ման գալիս, ինչ տարբերություն, եթե չեք հասկանում, թե նա իրենից իրականում ինչ է ներկայացնում, ինչպիսին է նրա իրական կառուցվածքը, քիմիան, ֆիզիկան կամ այլ ավելի նորաստեղծ այդ գիտությունները տալիս են դրա պատասխանը, ոչ ոք չի տալիս դրա պատասխանը, եթե չեն տալիս դրա պատասխանը չեն հասկանում, ինչպես է այս անասունը ղեկավարում մի ամբողջ երկիր մոլորակ, կամ այս անասունը ինչպես է Հայաստան ղեկավարում, եթե նա բնության օրենքները չգիտի եւ չի հասկանում, որ դա Հայաստանն է, որ դա մերն է, կամ եթե հասկանում է, որ դա մեր էթնիկ հողն է եւ ծախում է, կրկնակի տականք է իրենից ներկայացնում։ Այսքանը դրա համար հասկացեք, թե բրուտը, թե Տրամփն է խոսում, ով է խոսում, նորից սկզբից ասեմ, որպեսզի ամբողջը հասկանաք, Եվրոմիությունը քանդեց, որպեսզի արդեն ամեն մի երկիր Եվրոմիությանը գումարներ էր տալիս, այժմ էլ եւ ՆԱՏՕ-ին էր գումարներ տալիս, հատկապես այստեղ Տրամփը շեշտեց Լեհաստանին կարծեմ, գումարներ էր տալիս, ափսոսում են նրան եւ արդեն ձեռքերը լվանում են։ Ինքը դուրս եկավ Եվրոմիությունից եւ ՆԱՏՕ-ն էլ քանդում է Գրենլանդիայի իբր պատճառը սա են վերցրել թալիսման, որպեսզի ձևով քանդեն, որպեսզի լինի այս հարցակումը։ Երկրորդը այստեղ Բոսֆորը եւ Դարդանելին կտան այս մասը, այս իրենց ծրագիրն են ներկայացնում, կտան Հունաստանին մնացածը Թուրքիային եւ Թուրքիան այս կես մասով եւ այսպես սրանց էլ է միացնելու դրանց, այսպես այս ամբողջը հետագայում այստեղից ատոմային հարձակումներով կամ վախեցնելով սրանց բոլորի բնակչությունը հասցնելու է մինիմումին։ Այս է բրուտի ցանկությունը։ Այստեղ Իրանի ինքնելը մեզ համար ամենավտանգավորն է, ոտքի տակ ենք ընկնելու եւ ընդհանրապես կոր չենք։ Չինաստանի մասին խոսեցի եւ Չինաստանը չի հանդիսանում նահանգների այդ հակառակորդը, այլ ընդհակառակը Չինաստանում են նահանգների բոլոր գործարանները Եվրոմիության եւ Անգլիայի բոլոր գործարանները, այստեղ նրանց գործարաններն են աշխատում, մի մասն էլ չինական գործարաններ, Հոնկոնգի մասին ասացի, հասկացաք, Սինգապուրը նույնպես այստեղ հասկացաք,
Ես Գերմանիա, Իտալիա, Ճապոնիան առաջինում պարտվելով հասկացա, որ նման ազգերին այլևս չի բերում, որ սա էր բերել նասկիները այս տականքին հագցրեց եւ Տորոնտոյում տալով սրան հողամաստ եւ այլն, ասեց, որ քանդի ավելի Հայաստանը եւ ոչ թե Ալիևն ու Էրդողանն են, այլ բրուտը Ռեկաշետով այսպես այս տականքին տվեց այս հնարավորությունը, դրա համար շվշվացնելով եւ ման է գալիս, անցած տարի դիմեց սրան, սա ընդհանրապես չխոսեց այս տականքի հետ եւ սա այժմ ճանդրակոլի իրավիճակում է։ Այս տականքի մասին խոսեցի, ընդհանրապես գնդակահարելը սրան քիչ է, նույնը սրանց մասին։ Նիկոլը փող է վերցրել, բայց դու կամ դու այ ոչխար, քեզ $100 էլ չեն տալիս այսօր խոսալու համար, միգուցե 10,000 դրամ է տալիս Սերժը կամ Ռոբերտը, այ ոչխար։ Եվ աշխարհը չհասկանալով, ամենափոքր եւ ամենամեծ մարմինը տիեզերքը եւ ատոմը չհասկանալով, դուք չեք կարող աշխարհը ղեկավարեք եւ այսօր հասցնեք այս վիճակի։ Դրա համար ամեն ինչ, եթե փորձում ես ղեկավարել, պետք է դա հասկանաս, որպեսզի ղեկավարես։ Եթե չես հասկանում, դարձնում ես քո նման եւ տանում կործանման։ Ինչպես Հայաստանը այդ 4 ղեկավարները տանում են կործանման։ Կա դրանից փրկություն, կա փրկություն։ Պետք է աշխատել այդ ուղղությամբ, պետք է աշխատել։ Ինչ պետք է անել։ Պետք է բրուտին դիմել եւ ասել դու ով ես, մենք ով ենք եւ ինչ պետք է անես, որ քո հետևն էլ փրկես եւ մենք էլ նորմալ ապրենք եւ դա կկատարենք։ Այսքան